Շնորհակալություն պարոն Կարապետյան այս հնարավորության համար։ Պարոն Կարապետյան, այնուամենայնիվ 734,000 գուցե ավելի մարդ ըստ էության, գոնե այս հաշվարկների պայմաններում իշխանությանը ձայն չի տվել։ Եվ կարծում եմ ընդդիմության նպատակը միայն իշխանություն հանուն իշխանության չէր, այլ կանխելու Ալիևյան հակ անթուրքական այն ծրագրերը, որը պատրաստվում է իրականացնել Փաշինյանը, երեք Թուրքիայից արդեն ազգայնական ուժերի ղեկավարը Բաղչելին բառացի ուղիղ արդեն ասաց, որ առանց բաների, երկիմաստությունների բանի, ասում է ուղիղ պետք է ասել Զանգեզուրի միջանցքը դա Թուրանի ճանապարհն է, որով իրենք փորձելու են թուրքական աշխարհը միավորել։ Ադրբեջանից ասում են, որ ՔՊ-ին հաջողության հասնելու համար իր հաջողությունը համարում են, որ սահմանադրությունը փոփոխեն ու արդեն Զանգեզուրի միջանց մյուս պլաններ իրագործեն, պետք է լինելու ընդդիմությունից գողանալ 7-8 ձայն, իրենք հաշվարկները անում են, որ իրենց 71 ձայնը լրիվ ՔՊ-ի ձայնը բավական է, որպեսզի անեն։ Հիմա ըստ էության ընդդիմությունը կարևոր խնդիր ունի, որ չփոշիացնի այդ ձայները։ Ես ինչքան հասկացա ձեր նշած ճանապարհային քարտեզից, բայց վերջնական հասկանալի չի։ Մանդատները վերցնելու են, այդ թվում սահմանադրական դատարան են դիմելու, փողոցային պայքար է անելու, ճիշտ հասկացա, թե դեռ մանդատները վերցնելու հարցնել է այսպես դրված, որտեղ 734,000 ձայնը դա լուրջ ձայն է, այսինքն դա այն է, ինչի չհասավ Նիկոլ Փաշինյանը, չէ, ինքը ուզում է սահմանադրական մեծամասնություն։ Հիմա բոլորի սպասումը դա է հստակ։ Ձեր կարծիքով եւ արդյոք այս հարցը արդեն քննարկվել է վերջնական վերցնել, չվերցնել, այդ որ ասում եք միասնական քայլեր անել։ Նայեք, բոլոր դեպքերում նորից եմ կրկնում, Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրություններում։ Եթե վերցնենք այն ընդդիմադիր ուժերը, ովքեր այսպես ասած վառեցին ժողովրդի քվեները, եթե դա չբաշխվեր քաղաքացիական պայմանագիր ուժը չօգտվեր այդ քվեներից, բոլոր հաշվարկներով երևում է, որ իրենք չեն հաղթել այս ընտրություններում։ Բայց իրենք փորձում են գրանցեն դա որպես հաղթանակ։ Եվ ամենակարևորը իրենք եւ իրենց աջակցող ուժերը սկսեցին զարգացնել այն նարատիվները, որ ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները։ Քանի որ եթե մանդատները ընդդիմությունը չի վերցնում, իրենք ստանում են հնարավորություն միանձնյա կառավարել ազգային ժողովում, բոլորս հասկանում ենք, որ կամ իրենք կօգնեն, կանցնեն այնպիսի ուժեր, ինչպիսին ասենք Արամ Սարգսյանը կամ կան անհասկանալի ուժեր նույնպես, ովքեր կապահովեն իրենց թե սահմանադրական մեծամասնություն, թե ցանկացած քվեարկություն, դրա համար մի կողմում այս խնդիրն է։ Երկրորդ կողմում իշխանության լեգիտիմություն ապահովելու խնդիրն է։ Ես ուզում եմ այդ հարցը քննարկելով ընդդիմադիր բոլոր ուժերի հետ մենք հասկանանք, կվերցնենք մենք մանդատները, չենք վերցնի մանդատները, մենք պայքարելու ենք, քանի որ մենք մեր պետությունը ունենալու է ոչ լեգիտիմ իշխանություն եւ ունենալու է Ադրբեջանի եւ Թուրքիայի ձևավորած մեխանիզմը Հայաստանում, որով տանելու են մեր երկիրը թրկացման եւ կործանման։ Մենք ամեն ինչ անելու ենք, խանգարենք այդ process-ներին։ Ինչ վերաբերվում է մանդատների վերցնելուն, մենք դեռ ժամանակ ունենք, մենք հիմա բողոքել ենք սահմանադրական դատարան, ակտիվ մասնակցելու ենք այդ process-ներին, քանի որ լինելու է բաց քննարկում սահմանադրական դատարանում։ Եվ այդ օրերին այն հանրահավաքը կլինի, որի մասին ես հայտնեցի, սահմանադրական դատարանը պարտավոր է կայացնել ճիշտ որոշում, քանի որ ոչ մեկը չի կասկածում, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը անցել է 4%-ի շեմը, բայց բոլորիս աչքի առաջ ինչպես իրենք չեղարկեցին ամենը երկու ընտրատարածք եւ այդ
հարցին տվեցին ամբողջությամբ ապօրինի լուծում։ Դրա համար հույս ունենք Սահմանադրական դատարանում առաջին հերթին ճիշտ որոշում կայացվի, նոր ընտրություններ եթե պետք է անցկացվի։ Սահմանադրական դատարանից։ Հույսեր ունենք, որպեսզի Սահմանադրական դատարանը կայացնի ճիշտ որոշում։ Դրա համար հիմա հայտարարում եմ այն կուսակցությունները, ովքեր իրոք ցանկություն ունեն, ովքեր իրոք պայքարում են, ովքեր 7 խաղ չեն խաղում Փաշինյանի հետ, մասնակցեն այս process-ներին, բաց, թափանցիկ, մեր ժողովուրդը պետք է տեսնի, որ ուժերը իրոք պայքարում են Փաշինյանի դեմ, որ ուժերը օգնում են Փաշինյանին, բայց խաղում են ընդդիմադիր դիրքերից։ Մենք պետք է դա բացահայտենք մեր ժողովրդի առաջ։